Ես կուզեմ առանձնացնեմ դասալիկ այս քաղաքական ղեկավարության ուղարկված մարդիկ օրինակ կուզեմ առանձնացնեմ Գարիկ Սարգսյանին այո Կոկորդիլոսին, որը ես իր մասին անդրադարձել եմ Facebook-ում, որ ես ինքս իրեն չեմ կարողացել ցորի գնդույց, ցորի զորամասից Ստեփանակերտի նկուղում պահկվելով ես չեմ կարողացել իրեն հանեմ տանեմ ճակատ։ Այսինքն ինքն էր նկուղում պահկվել։ Այո, ինքը նկուղում պահկված իր հետ, իր աջակիցների հետ, որ եկել են պատերազմի դաշտ։ Ինձ մարդ էր պետք 200 հոգի որ տանեմ ճակատ, չկարողացա իրան տանեմ։ Խնդրում եմ, ես երեխեք ունեմ։ Ասում եմ, բայց դե ով է անտեր, ով է առանց, ով ընտանիք չունի, ով երեխա չունի։ Իմ տղաս առաջնագծում է, ես առաջնագծում եմ։ Ինչա, քո արունը ում արունից է կարմիր, այն զոհով տղեկի, կռվով տղեկից։ Այդպես էլ չկարողացաք։ Այդպես էլ չկարողացավ։ Այդ թող Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանի Կոկորդիլոսի հետևից գնա, որ ինչի համար ռազմաճակատ չի մեկնել։ Ճակատում չի մարտնչել։